Մի 2-3 օր առաջ Վիտալի Բալասանյան կա հայտի գեներալներից Արցախի հանրապետության, որը հիմա այսպես մի աղմկալի հայտարարություն արեց։ Իմ մոտ այնպեսի արդեն զգացողություն է ծնվում, որ իմ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն է խնդրել Վիտալի Բալասանյանին նման անհեթեթ հայտարարություն անելու, որովհետև Միութենական պետությանը անդամագրվելու օրակարգ ընդհանրապես նույնիսկ Ռուսաստանում չկա հիմա, Հայաստանում ընդհանրապես չկա, չի եղել, որը շատ լավ հասկանում եմ, որ դա անհնար բան է, որպես իրավաբան էլ ես ասեմ ձեզ, Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրության 205 հոդվածի համաձայն վերազգային կազմակերպություններին միավորվելու համար անհրաժեշտ է հանրաքվե։ Դա մեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են որոշել որևէ միավորմանը անդամակցելու համար։ Բայց տեսեք ինչ է ստացվել։ Ինչ որ մեկը, թեկուզ եւ գեներալ, մի անհեթեթ միտք է դնում շրջանառության մեջ ու չգիտես ինչի դրանից շահում է իշխանությունը։ Ամբողջ քարոզչա մեդիան սկսում է աշխատել, վայ, դուք որ գաք իշխանության, նախ ով ասել, որ Վիտալի Բալասանյանն է գալու իշխանության, եւ երկրորդը, այդ ոնց է ստացվում, որ մեկը նման անհեթեթ միտք է դնում շրջանառության մեջ, դիվիդենդը դուք եք ստանում։